Հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թուաֆյանն եմ, բարի առավոտ։ Սահմանադրական դատարանում նիստերը շարունակվում են, բարձրագույն դատարանը քննում է ընդդիմության ընտրությունն ամավեր ճանաչելու դիպումները։ Արամ Օրբելյանը սահմանադրական դատարանի նիստին ներկայացրել է մի ընտրատեղամասի տվյալներ, որտեղ արձանագրության մեջ ԲՀԿ-ի դիմաց այլ թիվեր գրված, իսկ ՀՀ կայքում այլ։ Օրբելյանի վարկածով մոտ 103 տեղամասում տարբերությունը կազմում է 269 քվեաթերթիկներն ավելի շատ են քվեարկողներից։ Եվ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն անցողիկ շեմը հաղթահարելու համար պակասում է մոտ 150 ձայն, այդ թիվը էական է։ Տարբեր մարմիններ կան սահմանադրական եւ տարբեր գործառույթներ են անում, որովհետեւ բյուլետեններն էլ են պահպանված, որովհետեւ գրանցամատյանները եւ գրանցամատյանների գրառումներն էլ են պահպանված եւ 2005-ից հանած մոտ 30%-ը հաշված մնացած բոլորի ձայնագրություններն էլ են պահպանված, բայց բարձր դատարանի խնդիրը չի նստել հատիկ հաշվել, որովհետեւ խնդիրները սկսել են նախընտրական փուլում, ավարտվել են ընտրության ներողություն, շարունակվել են ընտրության գործընթացում եւ ավարտվել են արձանագրություններ կազմելու միջոցով։ Հիմա հետեւյալն է խնդիրը։ Մենք բերել ենք երկու արգումենտ։ Մենք բերել ենք երկու պահանջ։ Մեր պահանջներից մեկը վերաբերվում էր նրան, որ գործընթացը այնպես է խաթարված ամբողջությամբ, որ խաթարված է դրա փուլայնությունը։ Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված գործի նյութերը սահմանադրական դատարանը կքննի դռնփակ։ Պատճառն այն է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածուն անցնում է պետական դավաճանության հոդվածով եւ գործում պետական գաղտնիք պարունակող նյութեր կան։ Գործը քննելու միջնորդությունը ներկայացրել է Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ իրավաբան Արամ Օրբելյանը։ Նրա կարծիքով պետք է պարզել Թևանյանի դեմ քրեական գործը հարուցվել է արդյոք քաղաքական դրդապատճառներով։ Արամ Վարդևանյանն էլ շեշտել է, որ քաղաքացիական պայմանագիրը այս դատաքննությանը մասնակցում է որպես երրորդ անձ եւ չի ներկայացրել դիրքորոշում, որ տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ կամ ընտրական բնույթի հանցանքներ, որոնք ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա։ Սա ըստ նրա շատ կարևոր է, որովհետեւ կրկին քաղաքական ուժի քաղաքական գնահատականը եւ իրականությունը հակադրության մեջ են։ Իսկ իրենց կողմից ներկայացրած խախտումները դրանք կարծես հենց այդ ձևակերպումն է օգտագործվեց դրվագային բնույթի են եղել եւ անմեղության կանխավարկածն է որևէ մի դեպքով չի հաղթարվել, դա էլ ասեց հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչը։ Այսինքն որոշ հետաքրքիր արձանագրումներ կան, բայց բոլոր դեպքերում սահմանադրական դատարանի կազմն էլ լեգիտիմության խնդիրը ունի։ Քանի որ ոնց տեսնում եք, Սեդա Սաֆարյանը մասնակցում է նիստերին։ Զուգահեռ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն է հայտարարություններ արել։ Նրա խոսքով ընդդիմության վրա հարձակումները եւ վարչական ռեսուրսների զանգվածային գործածումը եւ արևմուտքի միջամտությունը դարձել են վերջին խորհրդարանի ընտրության առանձնահատկությունը։ Մոսկվան գտատի Երևանի ղեկավարության իրական մտադրությունները հիմնվելով նրա գործողությունների վրա։ Արևմուտքը Հայաստանը դիտարկում է բացառապես որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք եւ շահագրգռված է քաղաքական դաշտը մաքրել երկու երկրների միջև առողջ հարաբերությունները պաշտպանող բոլոր ուժերից։ ՀՀ իշխող թիմի այցեքարտը հակառակորդների նկատմամբ հաշվեհարթարներն են, որոնք մոտ է իրավական ամենաթողությանը եւ ուղեկցում է բիզնես ակտիվների բռնագրավմամբ։ Ռուսաստանի հետ կապերի խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար, ընդ որում տասնամյակներով ձևավորված կապերը ԵՄ երկրներին բացարձակապես չեն հետաքրքրում։ Արևմուտքի թելադրանքի տակ հայտնված Երևանին չափազանց դժվար կլինի ազատվել դրանից։ Իսրայելի կառավարությունը կողմ է քվեարկել հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին։ Առաջարկը ներկայացրել էր արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը, որը քվեարկությունից հետո հայտարարել է երբեք ուշ չէ ճիշտ բան անելու համար։ Կառավարության առաջարկը կներկայացվի երկրի խորհրդարանի Քնեսեթի լիագումար նիստի քվեարկությանը։ Հույդա Հայդատի կենտրոնական խորհուրդն է անդրադարձել այս որոշմանը, եթե այս նախաձեռնությունը հասնի իր տրամաբանական ավարտին եւ Իսրայելի խորհրդարանը եւս հաստատի հայոց ցեղասպանության ճանաչումը որպես պետական դիրքորոշում, իրեն կողջունեն այդ քայլը, ասված է հայտարարության մեջ։
Արտաքին գործերի նախարարն իր խոսքում նշել է, որ նախկինում ևս եղել են նման նախաձեռնություններ, որոնք սակայն չեն հասել իրենց տրամաբանական ավարտին։ Կրկնելով նախարար Սարի, Թուրքիային ուղղված այն միտքը, որ նման ճանաչումը Իսրայելին չի տալիս անձեռնմխելիություն պատմական ճշմարտություններից ներառյալ, Արցախի հայության դեմ կատարված հանցագործություններում իր մեղսակցության հարցում։ Միաժամանակ ակնկալում ենք, որ հայոց ցեղասպանությունը ճանաչած Իսրայելը կստանձնի իր պատասխանատվությունը, աջակցելով հիշողության հավերժացմանը եւ պայքարելով դրա ժխտման դեմ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Իսրայելի կառավարության որոշումը։ Հայտարարության համաձայն Իսրայելի կառավարությունն այդ քայլով փորձում է թաքցնել Գազայի ժողովրդի դեմ ցեղասպանությունը։ Ըստ Անկարայի այս նախաձեռնությունը, որը անտեսում է իրավական եւ պատմական փաստերը, բացահայտում է Նեթանյահուի եւ նրա հանցակիցների դժվարին վիճակը։ Իսկ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով Իսրայելի այս որոշումը Ադրբեջանին վտանգավոր երկընտրանքի առջև է կանգնեցրել։ Թե ինչի համար է Իսրայելի արտգործնախարարն այդ հարցը մտցրել խորհրդարան, հասկանալի է։ Թուրքիայի հետ հարաբերությունները լարվում են եւ այդ քայլով ցանկանում է հավասարակշռել Գազայի ցեղասպանության Թուրքիայի մեղադրանքներին։ Քաղաքագետի խոսքով հնարավոր է Ադրբեջանն ստիպված լինի ընտրություն կատարել։ Արցախի անկման գործում վճռորոշ դեր է կատարել իսրայելական զենքերը, ռազմական խորհրդատուներն ու մասնագետները, հրեական լոբին ու համաշխարհային մամուլի վրա հրեաների ունեցած ազդեցությունը։ Նաև Արցախում փորձարկում էին հետագայում Գազայի շրջափակման եւ նույն մոդելով այնտեղ եւս նույն սցենարով էթնիկ զտում կազմակերպելը։ Մյուս կողմից Ադրբեջանին աջակցելով դիմացը ստացել են Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ օգտագործելու թույլտվությունը։ Ադրբեջանում Իսրայելի ազդեցությունը հսկայական է, հատկապես այնտեղ հզոր են հետախուզական կառույցները։ Իսրայել-Թուրքիա հարաբերությունների սրումը ծանր վիճակի մեջ է դնում Ադրբեջանին, որը ստիպված է լինելու ընտրություն կատարել, եթե այդ հակամարտությունը խորանա եւ արդեն գործողությունների փուլ մտնի։ Դա մի ընտրություն է, որը կարող է փոխել տարածաշրջանի աշխարհակաղակականությունը, նաեւ հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար։ Համայնքային ոստիկանները պարզել են Փամբակ գետն ընկած քաղաքացիների ինքնությունը։ Ըստ Գագիկ Շամշյանի առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, որին գտել են Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, իսկ 3 որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանը։ Ջրասուզակները շարունակում են որոնողական աշխատանքները։ Երևան-Երազք ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրի հատվածում ավտոմեքենայի մեջ դի են գտել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ մահացած վարորդի ինքնությունը։ Քննչական հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդու բաժին պահպանվող հատուկ տարածք։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, վարորդը Ավանգարդ բժշկական կենտրոնի հիմնադիր, ազգային ժողովի նախկին падգամավոր, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանն է, որը նախնական տեղեկությամբ ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Իրանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները երկրի հարավում գտնվող մի քանի օբյեկտներին, դրանք որակելով որպես ՄԱԿ-ի կանոնադրության եւ Իրանի ու ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված հուշագրի կոպիտ խախտում։ Գերատեսչությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի հարգում իր միջազգային պարտավորությունները, իսկ պարտավորությունները խախտելը դարձել է այդ երկրի քաղաքականության մաս։ Իրանը նաեւ կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության խորհրդին կատարել միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման իրենց պարտավորությունները։ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հոսեյնը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիին առաջարկել է վերականգնել Իրանի, Իրաքի եւ Պարսից ծոցի արաբական պետությունների միջև հանդիպումների ձևաչափը եւ Բաղդադում նման հանդիպումներ կազմակերպելու պատրաստակամություն են հայտնել։ Հոսեյնը նշել է, որ Իրաքը լավ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ, ուստի Բաղդադը հայտնում է իր պատրաստակամությունը օգնելու եւ Թեհրանին եւ Վաշինգտոնին վերջ դնելու հակամարտությանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Անկորիջում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում ոչ ոք ոչինչ չի ստորագրել, սակայն քննարկվել են Ուկրաինայում հակամարտության դադարեցման տարբերակները։ Նրա խոսքով Անկորիջում Ռուսաստանին խնդրել են ընդունել ամերիկացի բանակցողների ձևակերպած փոխզիջումները, ինչին ռուսական կողմը համաձայնել է։
Հունիսի 21-ից ի վեր Եվրոպայում ծայրահեղ շոկի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը։ Այժմ մոտ 150 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ շոկի պայմանում։ Դպրոցները փակվում են, իսկ էլեկտրացանցերը գերծանրաբեռնված են։ Իսկ Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, առջևում էլ տաք օրերն են։ Եղանակը Երևանում ցերեկը կլինի 28-ից 30 աստիճան տաքություն, երեկոյան 21-ից 23, իսկ գիշերը 13-ից 15 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերի եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք այժմ։